Ուրեմն լսեք ինչ է ասում Արմեն Ղազարյանը, ես իմացել եմ տարբեր աղբյուրներից, որ Հայաստանի տարածքում ոչ միայն նամազ են կատարում, այլ նաև այդ նամազը կատարում են պատարագի ժամանակ եկեղեցու կողքին, եկեղեցական տաճարի կողքին։ Այո, այսօր Փաշինյան պղծարարի օրոք, ինչ կանեի ես, եթե լինեի վարչապետ, ես կվերացնեի դա, կարգել էի։ Ես մուսուլման կոչվածներին ոչ միայն սահմանի վրա, այլ նաև կայքերի վրա, արտգործնախարարության, տարբեր այդ եւ վիզա ձեռք բերելու կայքերի վրա ես այդ մուսուլման կոչվածների ուշադրությունը կգրավեի հետևյալ հայտարարությամբ։ Հենց դրանց լեզուներով, նաև արաբերեն, աչքները կծակեի։ Հայաստանի Հանրապետության տարածքում նամազ արգելվում է, դուրները չի գալիս, մի այցելեք։ Իսկ խախտողներին համապատասխան համաչափ խստորեն կպատժեի, այսինքն կտուգանեի, կարողա մի շաբաթ բանտ նստացնեի, որից հետո կդեպորտացնեի։ Անձնագրի վրա մեջ այդ կնիկը խփելով 4 կամ 5 տարով։ Բայց դա կանեի ես, միայն ոչ թե այս պղծարար Միացյալ Նահանգների դրածո սատանա Փաշինյանը։ Այսօր արտգործնախարարությունում իր արտգործնախարարությունում սատանեք են աշխատում։ Եվ ոչ մի զարմանալի բան չկա, որ այդ պղծարար երկոտանի մարդակը Նիկոլ Փաշինյանը հարևան մուսուլմանական երկրի այդ Կուրբան Բայրամն է շնորհավորում։ Եվ դա ոչ մի նշանակություն չունի, եթե հանցագործը, որը հանցագործություն է կատարում, օրինակ օրը ցերեկով հարձակվում է քաղաքացու վրա, ծեծի ենթարկում, թալանում է նրան, ջարդում է նաև նրա ունեցվածքը, որ հետո դատարանում կասի, գիտեք, ես տեղյակ չէի, որ դա հանցագործություն է։ Եվ ինչ է, դատավորը պետք է ասի, աղ չգիտեր, տեղյակ չէի, լավ, ուրեմն ազատ արձակեք, էլ մյուս անգամ չանես, հա։ Մանավանդ որ մեղադրյալ հանցագործ Նիկոլ Փաշինյանը իսկի ցանկություն էլ չունի եկեղեցական հավատքի հարցերը ուսումնասիրելու, իրեն խոզի պես խցկելուց առաջ եկեղեցու եւ եկեղեցականների կյանքի մեջ։ Այսինքն դու պղծարար Նիկոլ Փաշինյան Կուրբան Բայրամը շնորհավորելով կատարել ես հերթական սրբապղծությունը եւ հակաքրիստոնեական քարոզչությունը։ Քանի որ, ինչպես ասացի նախորդ հոլովակում ռուսերեն, կրկնեմ նաև հայերեն, որ այդ Կուրբան Բայրամը, որը դու շնորհավորեցիր պղծարար Նիկոլ, անմիջական, խնդրեմ ուսումնասիրեք, անմիջական կապ ունի իսլամ կոչվածի քրիստոնե հավատքի այն աղավաղման հետ, որով նրանք այդ իսլամ, սատանիզմը հորինողները փոխարինել են Իսահակին, այսինքն Աբրահամի որդուն ազատ կնոջից, Սարայից, փոխարինել են Իսմայիլով, որը նույնպես Աբրահամի որդին էր, բայց ստրուկ կնոջից։ Ինչը իր հերթին ուղղակի անտանելի զարուրելի պղծություն է, աղավաղում է քրիստոնեական ուսուցման եւ քրիստոնե հավատքի։ Քանի որ Հիսուս Քրիստոսը, որին Աստված զոհաբերեց մարդկանց մեղքերը ներելու համար, հրյաներից էր, այսինքն Իսահակից, Աբրահամի որդու ազատ կնոջից, Սարայից, Իսահակից եւ ոչ թե Իսմայիլից, որը իդեպ նշեմ բոլոր արաբական ժողովուրդների, այսինքն արաբների, չխառնել սևամորթ աֆրիկացիների հետ, նրանց ծագում ուրիշ է։ Իսմայիլը արաբների նախնինն էր։ Եվ տեսեք այդ իսլամ կոչված հորինողները, այդ սատանիզմ
հորինողները, ինչպես աղավաղեցին, ամեն ինչ դարձրեցին փաստորեն կամ իրականությունը, ճշմարտությունը փոխարինելով Իսահակին Իսմայելով։ Եվ քանի որ Աստծո մոտ ամեն ինչ արդար է, ես ներողություն եմ խնդրում, ուղղակի բացատրում եմ, այստեղ ինձ խանգարում են այս անցնող կոչվածներս, ընդհատում եմ, անջատում միացնում եմ, լավ ավարտում եմ, քանի որ Աստծո մոտ ամեն ինչ արդար է, եւ տեսեք, որ եթե հանկարծ հրեշտակներից մեկը հարցներ Աստծուն, բա ինչու, բա ափսոս չէր Հիսուս Քրիստոսը, որ դու զոհաբերեցիր մարդկանց համար, Աստված ինչ կպատասխաներ, բա եթե Աբրահամը զոհաբերում էր իր որդուն Իսահակի Աստծուն, հասկանում եք, առավել ևս Աստված զոհաբերեց իր որդուն մարդկանց մեղքերը ներելու համար, Հիսուս Քրիստոսի, որը կրկնում եմ, հրյաներից էր, այսինքն Իսահակից, այսպիսով դու պղծարար Նիկոլ, Կուրբան Բայրամը շնորհավորելով, հերթական պղծությունը կատարեցիր, հերթական քրիստոնեական հավատքի ոտնահարում կատարեցիր, ոտնահարում արեցիր, ափսոս դեռ շատ բան եմ ուզում ասել, բայց սա վերջինը, եւ իհարկե, եթե ես լինեի վարչապետ կամ իմ նման մեկը, իհարկե այդ մզկիթներն է պետք է վերացվեն Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ ի դեպ այդ նախկին փակ շուկայի եւ ինչու նախկին էլի, այդ ինչի լկտիա լպիկանացրեցիք, ինչի նախկին սարքեցիք, դրա դիմացի տեղակայված այդ, գիտեք ինչպես են կոչում, պարսկական իբր մշակույթային, ինչ մշակույթային, այնտեղ մզկիթ կա, իբր կենտրոն, ստեղ էլ խաբեություն էլի, որտեղ սատանեն այնտեղ սուտ, խաբեություն, մի բան է մշակույթ, այսինքն եթե ես եմ վարչապետ, մշակույթ խնդրեմ, մշակույթային կենտրոն խնդրեմ, պարեր, երկեր խնդրեմ, միայն ոչ թե վերացրեք, ինչ մզկիթ, վերացրեք, բայց սկզբից Փաշինյանին է պետք վերացնել, Փաշինյանին ու Սերժիկին, քեզ Նիկոլ Փաշինյան պղծարար, նաև որպես վասակ, քեզ Սերժիկի հետ միասին, որպես վասակ սյունիները պետք հենց այդտեղ գնդակը արեն, նաև որպես վասակ սյունիները պետք գնդակը արեն, էլ չասած, ինչքան այլ մեղքեր են, ինչքան թալան էլ ամեն ինչը, այլ պղծությունները, անարդարությունները, ծայրահեղ, այս Նիկոլ Փաշինյանը ուղղակի քրեական օրենսգիրք է վարչապետի աթոռին, զոռով են նստացրած, էլի, Միացյալ Նահանգների կողմից զոռով են փաթաթած հայ ժողովրդի վզին, գնդակահարել դրան,